Երեկո ձեզ հայրենագիցներ եւ համախոհներ։ Ուրեմն ասեմ Հայաստան, հա, հայրենիք, Հայաստան պետություն եւ Սփյուռք աշխարհի։ Իրականում իսկապես հիմա նաեւ կոնկրետ ասեմ, բարևներ Սիդնեյ, Մելբուրնին, որտեղ մեր կուսակցության համագիրները շատ են եւ պինդ են, կայուն ուրեմն դիրքորոշում ունեն, ողջույններ հեռավոր Բուենոս Այրես, ուրեմն եւ Լատինական Ամերիկայի մեր հայրենագիցներին, ողջույն ուրեմն Եվրոպայի մասին չեմ ասում, որտեղ Եվրոպան մոտիկ է, Եվրոպան կարծես թե Հայաստան է, Հայաստան այսօր կարծես թե Եվրոպա է, ողջույններ հատկապես նաեւ մեր ռուսահայ հայրենագիցներին, այսինքն Ռուսաստանի հայրենագիցներին, եւ այսպես շարունակաբար հատկապես նաեւ Ուկրաինայի մարտնչող ժողովրդին եւ մեր այն հայրենագիցներին, որոնք ուրեմն մնացորդ իրենց նվիրել են Ուկրաինայի պետության պաշտպանությանը, որովհետեւ Ուկրաինայի հայությունը հատկապես ում որ ճանաչում են, եւ շատերին եմ ճանաչում, Խարկով, Լվով, Կիև եւ այլն, էլ այսպես չասեմ, հատկապես իմ համար չափազանց սիրելի Պաշային, բարև Պաշա ջան։ Ուրեմն մյուսներ չնեղանականներով էլ չասեմ, որովհետեւ յուրաքանչյուր իմ ճանաչած հայորդի, որոնք ճանաչում եմ Ուկրաինայի քաղաքացիներ, գիտեմ, որ Ուկրաինայի հաղթանակը ապահովում է Հայաստանի ազատ անկախ լինելը, հետեւաբար սա բոլորովին այլ բարակա է, եւ այսպես նաեւ ասեցի, նաեւ կրասնատար, հա, այդպես ասեմ, հիմա չծավալվենք այս կանալ։ Իհարկե նաեւ մի բան իմ հայրենի Ջավախքի մեր ունկնդիրներին, որովհետեւ ես չեմ թաքցրել եւ առանձնապես սպարտանում եմ, որ ես ինքս ծննդով ախալքալակցի եմ, Մաջադիա գյուղ շատերի համար չսպասված եւ Ջավախքն առհասարակ իր ամբողջով ցանկայով, հա, Բոգդանովկայով, ուրեմն ախալքալակով, ախալցխա, ուրեմն ասպինձա, այնտեղ շատ հրաշալի մի գյուղ կա եւ այսպես ինչի եմ ասում, որովհետեւ աշխարհագրությունն ընտանվում է եւ մենք ունենք ուրեմն համագիրների բավականին շատ որպես հաղորդաշար հաղորդություն եւ կուսակցություն որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն համագիրների հսկայական բանակ եւ հիմա ուրեմն մնացածներուն որ չասեցի մոռացա կամ չասեցի իհարկե իսկապես Լոս Անջելեսը Կալիֆոռնիա մոռացանք Գլենդեյլ եւ այսպես շարունակ իհարկե նաեւ ոչ հային բարեկամներին Վաշինգտոնում եւ այլուր որոնք ուրեմն համակրանքով մեզ հետ են մենք էլ իրենց հետ ենք իհարկե նաեւ Թեհրան անշուշտ Թեհրան որտեղ իսկապես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը շատ լավ է ներկայացել շնորհակալություն նաեւ մեր Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին նաեւ մեր հայրենագիցներին որոնք մեզ ժամանակին փայլուն ընդունելություն կազմակերպեցին եւ նույնիսկ չզլացան ուրեմն Թեհրանից այդ շոկի պայմաններում Չաբահարի նավանկիստ հասցրեցին դիտեցինք տեսանք որի վերաբերյալ ուրեմն ձեզ հաղորդել եմ ակնկալում եմ որ մի օր կլինենք նաեւ Հնդկաստանում որովհետեւ առանց Հնդկաստանի Չաբահարի նավանկիստ աշխատել չի կարող իմաստ չի ունենա այսինքն նյութական ծախսի եւ այլն իմաստով եւ այսպես ես հիմա Չաբահարի բարակայում մի բան եմ ուզում ասել եթե մեր քաղաքական պատմությունը մենք գիտենք կարծում եմ որ ինձ չեք ուրեմն կասկածի որ Հայաստանի քաղաքական պատմություն եւ քաղաքական հայ միտքը փիլիսոփայությունը որպես իմ արդեն մասնակցի դարձում բավականին լավ գիտեմ համեստությունը եթե դնում ենք կողքի մի խոսքով եւ տարերով մենք որոնել ենք Պատուհան օվկիանոս բաց ծով դուրս կար բոլորդ գիտեք որ այն երկրներն ովքեր ցամաքային չեն ծովային պետությունները նրանց գործերը շատ ավելի հաջողակ է նրանք շատ ավելի լավ են ապրել անվտանգ են ապրել եւ շատ արագ են զարգացել ծովային քաղաքականություն այդպեսի առանձնահատկություն ունի եւ մեր դժբախտությունը հազարամյակների ընթացքում այն է եղել որ մենք չենք կարողացել բարձր հայքից դուրս գալ դեպի Սևծով դեպի կամ միջերկրական ծով միջերկրականը իհարկե Կիլիկյան Հայաստան պետություն ստեղծեցինք այն չկարողացանք պահել իսկ Կասպից ծովի ափերը Փայտակարանի եւ ուրեմն հնագույն ժամանակներին է վերաբերվում չասեմ Արցախ եւ այլն որովհետեւ ես նաեւ հիշեցնեմ մի բան Ժորժ ջան դրանք շատ կարեւոր են որովհետեւ ինձ ում որ մեր քաղաքացիներից հանդիպում են ասում են այո պատմագիտական նյութը երբ տալիս եք դա առանձնապես ձեր հաղորդումները տարբերում են մնացած հաղորդումներից եւ մենք նաեւ գիտելիք ենք ստանում ոչ միայն քաղաքականության ընթացիկ հարցերի մեկնաբանություն մի խոսքով հարցն այն է որ մենք դարերով չկարողացանք դուրս գալ բաց ծով եթե Չաբահարի նավանկիստը որին ես գիտեք որ նվիրվել եմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության դա ծրագրային առաջնահերթություններից է եթե ուրեմն մենք Չաբահարի նավանկից դուրս գանք
Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցաբար փոխշահավետ սկզբունքներով դուք կարող եք ասել, որ Հայաստանը ծովային պետություն է։ Ինչի եմ դա ասում, որտեղ դա օվկիանոսային այդ նավանկից երբ գործարվի լիարժեքորեն աշխատի, ինքը գործարված է, ժամանակի այն տրանսպորտային միջոցի արկայությունը, ուրեմն սոցիալական քաղաքական ժամանակի այն արագությունը, տեսեք ինչ արագությամբ է փոխվում աշխարհը մեր աչքի առաջ մեր մասնակցությամբ, ուրեմն այս ժամանակի եւ տարածության ընկալման փիլիսոփայական ընկալման փոփոխությունը մեզ փաստորեն վերածում է ուրեմն ծովային պետության, եւ մենք պետք է դառնանք ծովային պետություն, եւ սա ըստ էության հայկական խաչմերուկի հարավ-հյուսիսի երթուղին կլինի, որը կլրացնի, կհամադրի արևելք-արևմուտքը, որի ուղղությամբ դա էլ հայտնի է, Թրամփի ուղին է եւ հայկական պետականության նավը այսօր Թրամփի ուղիով շարժվում է դեպի եւ արևելք եւ արևմուտք եւ դեպի ապակա։ Ես կարող եմ ասել դեպի բարձրյալը, դեպի այն ինչին աստվածային այն բարձունքը, որին արժանի է Հայաստան պետականությունը եւ որը ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փիլիսոփայությունն է։ Սա որպես նախապան հիմա ասեմ հետեւյալը։ Տեսեք ինչ է ստացվում, մեր ընդգրկումը շատ է, ճիշտ է, դուք նկատի ունեցեք մենք պատմական հանգամանքների բերումով նաեւ պետականակերտ մտածողության խավարի որոշ տարերի ընթացքում պայմաններում մենք կարծես թե մեր արքաների ջանքը պետություն ունենալու լինելու մրցակից աշխարհի հզորագույն կայսրությունների հետ այդպեսին մենք եղել ենք բուֆերի ընդերը որ խաղում էին Կրոմի, Պարսկաստանի, հետո Ռուսաստանի հետագա ժամանակներ եւ այլն մեզ ուրեմն չկարողացանք պահել այդ վիճակը եւ դժբախտաբար նաեւ չկարողացանք վերականգնել մեր համաշխարհային պատմական դերը համաշխարհային քաղաքականությունների զարգացման վիճակի մեջ այն նիշով, ինչը գրանցեց ժամանակին Բաքրատունյաց Հայաստանը։ Դուք գիտեք, որ Հայաստանի մշակութային քաղաքական բարձրագույն զարգացման բարձրագույն կետը գրանցվել է ուրեմն Բաքրատունյաց Հայաստանի ուրեմն ժամանակներում ճարտարապետություն, երաժշտություն, փիլիսոփայություն, հատկապես իրավագիտական միտք եւ անի մեր համար ուրեմն երազի, բայց իրականության եւ խոսքը կար նաեւ եւ այդ խոսքերը մենք պիտի հիշենք, որ եթե աշխարհ փլվի անին կկառուցի, իսկ եթե անուն փլվի աշխարհ չի կարող կառուցել։ Դա մենք տեսնում ենք մեր աչքի առաջ։ Մի խոսքով, ուրեմն այս բոլորով հանդերձ մենք վերադառնանք այն իրականության, պատմության եւ տեսլականի եւ իրականության դիալեկտիկան ընկալման տեսակետից փոխադարձ լրացման տեսանկյունից վերադառնանք մեր երկիր, որը տարածապես կրճատվել է, բայց ես ինչի համար անի օրինակը բերեցի Բաքրատունյաց Հայաստան եւ մեր արքաների եւ Գրիգոր Լուսավորիչի գահի փառայեղ պատմությունը հիշեցրեցի, որովհետեւ մենք հիշենք, այո, տարածապես մենք կրճատվել ենք, բայց քաղաքակրթապես եւ մշակութապես մենք աշխարհի գերտերությունների պատմական ժառանգության իմաստով հետ հավասար ենք եւ այդ հավասարությունը եւ գերազանցությունը պիտի բահենք։ Հիմա որովհետեւ չստացվի թե ես նստել եմ եւ գլուխ գովելով եմ հայկական սովորական բորոտախոսությամբ եմ զբաղվում, դա մեր մեջ կա, դա մեծ թերություն է, բորոտախոսությունը։ Ես դրա համար օրինակ բերեմ հետեւյալը վրա ու անցնենք առաջ կոնկրետ հարցերին, ինչին մենք կոչված ենք այսօր այս հաղորդումով։ Եթե յուրաքանչյուր հայ, օրինակ ես կուզենայի, որ յուրաքանչյուր հայ, մանավանդ իրեն նվաստ զգացող, դա գիտենք, որ մեր մեջ կա, եթե կյանքի ընթացքում մի անգամ առիթ ունենար, կարողանար գնալ ուրեմն Երուսաղեմ, համաշխարհային կրոնների Իզակետ մայրաքաղաք, պայմանական Իզակետ երկիր, ավետյաց երկիր, եթե որևէ մեկը գնար, ես կարծում եմ, որ Երուսաղեմում անպայման նա կայցել էր Տիրոջ գերեզման, Քրիստոսի գերեզման հարության տաճարում, եւ հարության տաճարը կտեսներ պայմանական 3 մասի բաժանված ակաժների տողարեք, աշխարհի բոլոր ծայրերում գտնվող հայրենիներ, առաջին հերթին բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայություն եւ հատկապես սաղիմահայություն, որոնց հանդեպ ես միշտ ջերմ զգացմունք եմ ունեցել եւ լավագույն հուշեր ունեմ իմ աշխարհ տարիներին, ուրեմն պատրիարքարանի ուրեմն ջեմարանում, այդպես ասենք, եւ յուրաքանչյուր հայ եթե հնարավորություն ունենար եւ հասկանար գումար կարողանար ձեռք բերել, դա Հայաստանում բավականին դժվար է միջին քաղաքացու համար, բայց կարողանար, որտեղ եթե հայը դնում է մտքին կարողանար, ուրեմն կարողանում է։ Եվ այցելեր Տիրոջ գերեզման, Քրիստոսի գերեզման, իսնակա հարության տաճարում կտեսներ, որ այդ տաճարը 3 ֆիզիկական մասի է բաժանված։ Ու բաժանումը բնական է պայմանական է։ Մեկը ուղղափառ եկեղեցու մասն է, հունական, բյուզանդական ժառանգության, ուրեմն այդ տեսանկյունից հունական մաս, ուղղափառ, մյուսը
լատինական կամ արևմտաեվրոպական լատինական տեսեք լատինական Հռոմի Պապի այսինքն կաթոլիկ աշխարհի մասն է, այսպես նորից պայմանական որպես սեփականություն, եւ մյուսը երրորդը կամ առաջին այստեղ թիվ չկա, առաջին երկրորդ ուղղակի պայմանական են ասում, պայմանական դա հայաստանյաց ուրեմն առաքելական Սուրբ Եկեղեցու մասն է, եթե դուք ուրեմն այդ տաճար մտնեք, դարբասներից մտնելուց ձախ մասում հայկական հատվածն է, հայկական հայաստանյան հատվածն է, եւ դուք այնտեղ մեսրոպյան ուղղագրությամբ եւ մեսրոպյան դարերով պատերի վրա ազարամյակների համար դաջված խոսքեր կան գրված, որտեղ մեր հոգեվորականները իրենց սպարտն են կատարում Քրիստոսի եւ իրենց ժողովրդի հանդեպ։ Ուզում եմ ասել, որ եւ բնականաբար մի ժողովուրդ, որը Տիրոջ գերեզմանի ճակերտավոր նորից կներեք այդ բառի համար, սեփականատեր 3-ից մեկը այդ ժողովուրդն է, նա փոքր լինել չի կարող, մշակութաբես, իհարկե տարածաբես էլ փոքր չենք եղել, բայց մեր նաև անշնորհքության պատճառով այսպես սեղմվեցինք եւ ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա դրա համար հոգեվորը եւ ուրեմն նյութական իրար չխառնենք։ Այդ իմաստով ես մեկ-մեկի ընկերներին կուսակցության մեջ նաև երբ զրուցում ենք, ասում եմ, որ մշակութաբես եւ հոգեվոր առումով Հայաստանը գերտերություն է։ Իսկ ֆիզիկապես այն ինչ որ այսօր կա, բայց հիմա ասեմ, այն չենք լինելու ինչ որ կանք։ Ուրեմն սա, պետք է ակաժների սողանենք, որ մենք պարտավոր ենք վերածնվել, վերականգնվել եւ նորից շարունակել մեր երթը պատմության ուրեմն հերավոր ուրեմն անդաստաններում, որտեղ անդին ըստ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետի նոյն է, նոյի իրականությունը կամ առասպելը, նոյի ուրեմն փիլիսոփայությունը եւ որտեղ արարվեց, դուք գիտեք, ուրեմն մարդկային քաղաքականությունը արարվել է Մասիսի ստորոտում, Մասիսի շրջապատում, եւ դա Հայաստանն է։ Անկախ այն բանից, դա այսօր Մասիսը որտեղ է գտնվում քաղաքական իմաստով տիրապետության տակ։ Հիմա վերադառնանք։ Ուրեմն տեսակ ինչ փառահեղ ուրեմն անցյալ ենք ունեցել, որը շատ դժվար է եղել ստեղծել, հետո պահել, եւ հիմա մենք պարտավոր ենք այդ փառահեղությունը սկսենք վերադարձնել։ Վերադարձնելը կարող է լինել, վերադարձը կարող է լինել բացառապես մեր օրերում մի ճանապարհով, եթե մեր ազատ անկախ պետականությունը անկախ կպահենք, կունենանք այն պետականությունը, որը ինքը ֆունկցիա կկատարի հաջորդի անվտանգության, հաջորդի զարգացման, հաջորդի ուրեմն բարգավաճման, հետեւաբար նաև մշակութային հոգեվոր կյանքի վերելքի համար։ Հիմա դրա համար կոնկրետ պետականության հասնել, ուրեմն հետեւաբար մենք, ինչպես ասեմ, աչքի լույսի պես պարտավոր ենք պաշտպանելու մեր անկախ պետականությունը, որը դուք տեսաք ինչ դաժան փորձությունների միջով կարողացանք պահել եւ առավել փորձություններ նաև սպասում են գալիքում։ Դուք դա հասկանում եք։ Մենք ունենք բարձր, ինչպես որ բարեկամներ, մենք ունենք նաև չարագամներ։ Պետականության համար չարագամների համար առաջինը այսօրերի իմաստով Ռուսաստանն է, ոչ կասկած չունենաք, որը տեսնում եք ինչպես է իր ոհմակներին ռուսական սեգմենտում կամ Ղարաբաղյան կլանի ղեկավարությամբ ցնցում երկիրը։ Ցնցում է նաև փարիսեցիորեն, հետո ասում թե ուրեմն մենք պատրաստ ենք համագործակցության։ Այստեղ են ասել Աստված Եվրոպայից մեծ ձեր համագործակցությունից մենք հասկանում ենք թե դա ինչ է նշանակում։ Հիմա բայց այս քաղաքական մասը առայժմ թողենք, այսօր ես որոշել եմ իմ ընկերների հետ խորհրդակցեցինք գործադիր կոմիտեի անդամների եւ ակտիվի հետ, որ միշտ այսօր գրասենյակում միասին նյութերն ենք պատրաստում հերթական հաղորդման համար։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ մեր պետականությունը պետք է ամրացնենք այնպես, ինչպեսին որ մենք ունենք նյութ, ուրեմն հիմքը մաքրենք, քաղաքական համակարգը կատարելագործենք, որտեղ եթե չունեցանք պետության զարգացած քաղաքական համակարգ, մենք տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլ հաջողություններ չենք ունենա։ Եվ այստեղ պիտի մերժել Լենինն այն դրույթը, մեծ տարիքով սերնդի համար եմ ասում, որտեղ թութակի նման մեծ դպրոցներում սովորեցնում էին, որ ուրեմն կեցությունն է կարևոր, ուրեմն գիտակցությունը երկրորդական է, դա մարքսիստական փիլիսոփայությունն է, դա ռուսական փիլիսոփայությունն է, պետության առումով եմ ասում։ Դա մեր սերունդներից սովորածն է, որը նաև գրեհկության է հասնում, դա նյութ առարկայական, նյութական ապրուստի մասին է խոսքը տարվում, բայց բոլոր դեպքերում Մարքսյան թեզիսն է, որ առաջնայինը կեցությունն է, երկրորդայինը գիտակցությունը, բայց եթե Աստվածաշունչը դուք թերթում եք եւ անկախ են բանից ինչպիսի կրթություն եք ստացել, Աստվածաշունչը պետք է կարդալ, Աստվածաշունչը պետք է ընթերցել, սերտել եւ հասկանալ այնպես, ինչպես կուզենար մեր մեծ բանաստեղծ փիլիսոփան Պարուս Սևակը, ինչպես Սևակն էր պահանջում, որ առանց Աստվածաշնչի իմացության չկա կրթված մարդ, չկա մշակույթ, չկա մնացածը պոեզիա եւ այլն, այդ արդեն ես ավելացնում եմ, ուրեմն այդ առումով կարդացեք Սևակին, Պարուս Սևակին, հիշեք Սևակին եւ առաջնորդվեք
մեր հանճարեղների, որոնցից մեկը Բարուսելակն է, նախատեսումներով։ Իսկ Աստվածաշնչում ինչ է ասվում այդ մարքսիստական թեզիսի հակառակ, իհարկե մարքսիզմն է հետո եղել քան թե Աստվածաշունչը, բայց տեքստի մեջ երկրորդը ստացվեց, ուրեմն ինչ ասվում Հովհաննեսի մարգարեության մեջ, ուրեմն այնտեղ ասվում որ սկզբից բանն էր բանը եւ բանն Աստված էր։ Մնացածը չեմ ուզում մեկնաբանել, ասին այդտեղ ժամանակը հարմար չի, ժամանակ էլ չկա, սա նշանակում է որ գիտակցությունն է կարևոր։ Եթե մենք հիմա մոտենում ենք մեր իրականությունը գիտակցաբար, փորձում ենք գիտակցությունով եւ ուզում ենք գնահատել թե քաղաքական իմաստով մենք որտեղ ենք գտնվում, ինչ պետականությունը եւ ինչ պիտի անենք։ Եվ այդ առումով ասեմ ձեզ, մենք կուսակցապետություն ենք։ Կուսակցապետություն, գիտեմ որ կուսակցությունները վարկապետված են հատկապես այդ ռեժիմի ժամանակ 3 նախագահների, սրանք այնքան այլասերեցին, այլանդագեցին ամեն ինչը, որ գործը հասավ ուրեմն նախագահ կոչված Սերժ Սարգսյանի արտահայտության իշքան կուզենք կխփենք։ Հիմա սրանք եկել են, այնքան խփեցին, որ իրենց հայրենի ուրեմն օջախները, ծնողների օջախներն անգամ թուրքի մնաց։ Այդ խփելու արդյունքն է, իշքան կուզեր կխփեր։ Մնացածը հիմա այդ ուղղությամբ չգնանք այսօր, որտեղ երեք ես մի քանի հարցազրույցներ եմ տվել, կուզեք եթե նայեք, բացատրեմ թե սրանց մռմուռը որտեղից է գալիս եւ ինչ են ուզում, որոնց իհարկե հաջողություն չի լինելու, եթե լինելու է շատ քիչ, բայց հիմա ինչու կուսակցապետություն։ Հիմա ուզում եմ ասել, որ Ժորժ ջան, դուք կուսակցությունների վերաբերյալ մենք ձեզ հետ միասին դուք պետք է կարծիքները փոխեք։ Ինչ կան երկու տեսակ կուսակցություններ Հայաստանում, աշխարհում եւ ընդհանրապես ԱՊՀ տարածքում Ռուսաստան եւ այլն, այն երկրներում, որտեղ ԿԳԲ կոչված այլասերել, այլանդակել է ամեն ինչ, փչացրել նաեւ կուսակցությունների մասին պատկերացումները, բայց մենք հիմա Ռուսաստանը չենք, մենք մեր անկախ պետականությունն ենք եւ պիտի արժեքները եւ քաղաքական ինստիտուտները պետական վերականգնենք այնպես, ինչպես որ պետք է։ Եվ դա ինչ է նշանակում, հետեւյալն է նշանակում, ուրեմն ինչու կուսակցապետություն։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք, ըստ սահմանադրության, ըստ գործի, եւ ես կարծում եմ, որ խորհրդարանական հանրապետությունը պիտի շարունակի իր կյանքը, ոչ թե փոխվի կիսանախագահական, այդ զառանցանքները կան, նախագահական եւ այլն, եղածը պիտի կատարելագործենք, արմատապես վերափոխենք։ Ինչու, որտեղ մեր ժողովուրդ հաստատության ինքը տեսեք, բանավիճել սիրող ժողովուրդ է, իսկ խորհրդարանը բանավեճի միջավայր է։ Դա այդպես է, տեսակետների բախում է, տեսակետների բարձրացում է, բյուրեղացում եւ այլն։ Իհարկե, եթե խորհրդարանում ռևանշիզմի փոխարեն կլինի ընդդիմություն։ Հայաստանն այսօր ընդդիմություն խորհրդարանում չունի։ Կա իշխող կուսակցություն, կառավարող կուսակցություն, դա քաղաքացիական պայմանագիրն է եւ կա ռևանշիզմ, որոնց նպատակը տորպետահարելն է Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը, սաբոտաժն է պետականության եւ որևէ առաջարկ չանելով անընդհատ ոռնալը, անընդհատ եւ հարցերը դժվժիկի վերացել, անընդհատ։ Սա նաեւ մտքի պակասության արդյունք է, նկատի ունեցեք, չունեք առաջարկ, դուք անընդհատ դիմացինի առաջարկը լավ կամ վատ, անընդհատ դեմ եք, երբ որ ուրեմն առաջարկ պոզիտիվ մտածողություն չկա, եւ չեմ ասում դավադիր միտքը նաեւ պայթեցնենք պետականությունը, որովհետեւ ռուսների վերադարձն ապահովենք, այն ռուսները, որոնք փախչում են ուկրաինական բանակի հարվածների տակ աշխարհի ցանկացած տեղից եւ պատժամիջոցներից, տեսեք, երկաթյա ուղակի շղթայում են վերցրել եւ Ռուսաստանի թպրտոցը ուրեմն առանձնապես չի երևում, որը մեկը գողապետերից, ռուսական սեգմենտի չեկիստներից, ռևանշիստներից, որը մեկը, եթե ասեր, ձեր կառնային, ասեր, որ գիտես, ինչ կա Ռուսաստանը մի օր հայտնվելու են ողորմելու վիճակում, որ նավթի աշխարհի, գազի աշխարհի այդ դրախտավայրը պիտի ներմուծի բենզինը Չինաստանից եւ Հնդկաստանից։ Ռուսաստանը գիտեք, ահռելի բենզինի հերթեր են։ Ավելի վատ է, քան 90-ական թվականներին Հայաստանում էր, երբ որ կամիստը կոչվածով դուք հիշում եք բենզինը ինձ վաճառում նավթի վար։ Հիմա ինչ եմ ուզում ասել, բայց հիմա նորից Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, դա հիշեք։ Ես օրինակ կուսակցա մեր տեսակետն այնպեսին է, որ Հայաստանը իր մոդելի իմաստով վերակրկներ գերմանական խորհրդարանական հանրապետության մոդելը, դա շատ արդյունավետ եւ շատ կազմակերպված պետություն է, Գերմանիան է, նայեք, Գերմանիա, նայեք, այստեղից էլ ողջույներ Գերմանիայի մեր հայրենակիցներին, որոնք այս հաղորդումը դիտողներ շատ կան, Բերլին եւ այլն, իմ այսպես ասեմ, իմ հարազատների, որոնց հետ վերջերս եմ հանդիպել Երևանի ուրեմն փողոցներում, եկել ենք գրասենյակ, զրուցել ենք երկար, եւ իրանահայեր, հայաստանահայեր եւ այլն, մենք այդպես բաներ ունենք։ Ինչ եմ ուզում ասել, գերմանական պետության խորհրդարանական հանրապետության մոդելը լավագույնս կսազեր Հայաստանի Հանրապետությանը իր աշխարհագրական ուրեմն իրողության վերակրկնությամբ նմանությունը նկատի ունեմ
եւ ուրեմն հաջորդի խորհրդարանականության ես լավը նկատի ունեմ բանավեճի լավ արվեստին դիրապետելու խորհրդարանը բանավեճի տեղը խորհրդարանում կարծիքի բախումների տեղը բայց նպատակը եթե ռևանշիստական չի ռուս վերադարձնելու եւ տակը պարկելը նորից մենք դրանց առաջարկում ենք գնացեք սեկտիվ գար եւ պարկեք ռուսի տակ դա ձեր ընտրությունն է բայց որպես հայրենագետ չենք ցանկանում ասում ենք մնացեք բոլորով միասին մեր պետությունը կայացնենք պետականությունը բայց դա ընտրության հարց է հիմա խորհրդարանական հանրապետությունը իմացեք դա լինի Գերմանիայում այդպիսի հանրապետություն է նաև լավ զարգացած երկրներից Ֆինլանդիան այդպիսի լավագույն պետություն է Անգլիայի մասին չեմ ասում կարծում եմ որ այստեղ բացատրելու բան չունեմ եւ այսպես կարող է շարունակել էլի խորհրդարանական հանրապետություն Գերմանիայի տարբերակը մեզ համար մի օր կբացատրեմ ինչու մոդելի իմաստով մոդելները որոշակի նմանություն ունեն որոշակի տարբերություն նաև մեզ ամենաշատ համասանել այդպիսի պետականությունը հիմա շարունակեմ ասելիքս ինչն է ուրեմն մենակ մեր ականջներին ով պիտի անենք որ խորհրդարանական հանրապետությունը կուսակցապետություն է առանց կազմակերպված կուսակցությունների չի կարող որևէ խորհրդարանական հանրապետություն հաջողություն ունենալ սա բացառված է արդեն Սերժ Սարգսյանի խփած եւ Քյոչարյան Ռոբերտի գելլապ այլասերած ուրեմն կուսակցությունները որոնք ըստ էության իրենց ժամանակներում KGB-ի բադվալներում ստեղծված ինչ-որ կազմակերպություններ են տեսեք այդ շրջանի բոլոր կուսակցություններն ունեն ածական անուններ ինչպես որ Հայաստանի ուրեմն խորհրդարան նախորդ շրջանում ածականով մագանունովների խորհրդարան էին ասում չէ չգիտեմ ինչ կուսակցություն կանաչ կուսակցություն կարմիր կուսակցություն ուրեմն չգիտեմ սուտ բաներ հզոր հայրենիք բարգավաճ Հայաստան ինչը որ չկա դուք տեսնում եք որ չկա հասկանում եք այսպես սրանք եթե նկատել եք այս ռուսական սեգմենտի կուսակցությունները ածականով վերնագրեր ունեն դա իսկ թույլ է տալիս ասելով որ սրանք շտամբով կուսակցությունները պեչատել բաց են թողել դուք դա գիտեք նաև որ այդպես է եղել այդպես է եղել բայց այդպես չպետք է լինի հիմա ինչ է մեզ պետք է որ կուսակցությունների վերաբերյալ մեր իհարկե պատկերացումները ճշգրտենք, բայց նաև կուսակցությունները պարտավոր են իրենք պաշտպանալ այդ մակարդակին, որովհետեւ իրենց վերաբերյալ տեսակետները ուրեմն ճշգրտվեն։ Իսկ ինչ է կուսակցությունը։ Դա իմացեք, դա մարդկանց կամավոր համախումբ է, բավականին քանակով համախումբ է եւ այդ որը ունի գաղափարախոսություն, նայեցեք, կուսակցությունը պետք է ունենա գաղափարախոսություն, ոչ թե լափողների համախումբ լինի, գաղափարախոսություն փիլիսոփայություն, օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փիլիսոփայությունը ըստ էության առաջագործության փիլիսոփայությունն է։ Դա քրիստոնեական արժեք համակարգի մեր նկատի ունեմ նաև ուրեմն մեր ուրեմն եկեղեցու դավանանքի փիլիսոփայությունը, այդ դավանանքի փիլիսոփայության առաջացած կառույց է, որտեղ ուրեմն խնդիր կա այդ արժեք համակարգով քաղաքական կազմակերպությունը մասնակից դարձնել պետականաշինության սրբազան գործին։ Իսկ պետականաշինության սրբազան գործը հիմնականում ծավալվում է խորհրդարանական հանրապետությունում առաջին հերթին խորհրդարանի պատերից ներս բայց այստեղ չպետք է շփոթել ռևանշիզմը դրա մասին ասեմ կուսակցությունների հետ ռևանշիզմը կուսակցություն չի այլ անցյալի ուրեմն արտոնությունները հետ բերելու պատիժներից խուսափելու ուրեմն օտարին ծառայելու հայաստանյան բարագով դա ռուսական սեգմենտն է Ռուսաստանն է եւ նրա ցանկությունով երկիրը ցնցումների մեջ պահելու արվեստն է մենք բայց դա չէ որ մենք նկատի ունենք ուրեմն կուսակցապետությունը ասեցի կազմակերպված ուրեմն քաղաքական կառույց է խորհրդարան օրենսդիր մարմինն է որի մասին կարող ենք ասել խորհրդարանի որ քաղաքական ֆունկցիա չունի կամ ունի բայց խորհրդարանական հանրապետության մեջ այս կամ այն կերպ խորհրդարանը կատարում է նաև քաղաքական ֆունկցիա, որտեղ կուսակցությունները մրցակցում են եւ հիմա պետք է բան բացատրեմ, թե ինչպես են մրցակցում։ Միատեսակ կուսակցություններն իրար հետ չեն կարող մրցակցել։ Ինքը Աստծո տրվածով, եթե խորհրդարան է, գիտեք, կյանքը էսպես է, ուրեմն նա ունի աճ եւ ձախ։ Նայեցեք մեր խորհրդարանին, ինչպեսի կառուցվածք ունի, երկու ծայրեր ունի, որը մեկը աճն է, մեկը ձախն է։ Իշքան նշում եմ, աճ կողմում ԿՊ-ն է, ուրեմն քաղաքացիական պայմանագիրն է, որպես կառավարող կուսակցություն, ցախով ռևանշիստներն են, ռևանշիստների փոխարեն պետք է լիներ խորհրդարանական հանրապետությանը վայել կուսակցությունների խումբ, բայց այդպես չի, հիմա Հայաստանում այդպես է ստացվել։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Եթե խորհրդարանն ունի աճ մաս եւ խորհրդարանն ունի ձախ մաս, հետեւաբար աճ ու ձախ անպայման կենտրոն ունեն։ Այդ կենտրոնը ինչի համար է։ Ֆիզիկապես է նաև դա։ Ուրեմն կենտրոնը նրա համար է, որ համադրի իրար մոտեցնի աճի եւ ձախի ուրեմն քաղաքական ընկալումները, պայքար եւ այլն։ Հիմա ավելին ասեմ, ուրեմն աճ մասում այդպես է ստացվել, դա Ֆրանսիայի պատմությունից է գալիս, երբ որ Ֆրանսիայում խորհրդարանական հանրապետությունը ձևավորվեց, ավելի շուտ հանրապետություն ստեղծվեց,
եւ այլն աչերը, որոնք այն ժամանակ բաներն էին, կալվածատերեր, չգիտեմ ինչ, բայց հիմա այդ խոսքը դրա մասին չի, դա անցած էտապ է։ Նրանք, ովքեր մասնավոր սեփականությունն էին ընդունում եւ մասնավոր սեփականության վրա էին իրենց կյանքը պատկերացնում քաղաքական գործունեությունը, դրանք նստել էին պատականորեն ֆրանսիական ազգային ժողովն է դա Ֆրանսիայի պարլամենտի աջ մասում եւ դրանք կոչվեցին աչեր, նստել էին աջ մասում, ծախեր սոցիալիստներն են, ուրեմն սոցիալիստ դեմոկրատները, երբեմն նաև ֆաշիստները, որտեղ սոցիալիստների ծայրահեղացված տարբերակը գնում է դեպի ֆաշիզմ։ Երբ տեսեք ծայրահեղացման մասին է խոսքը, վերցնում եք Հիտլերյան Գերմանիան, Հիտլերի կուսակցությունը, սոցիալիստական կուսակցություն է, նկատի ունեցեք, նացիոնալ սոցիալիստական, բանվորական կուսակցություն, այդպես էլ կա նացիոնալ սոցիալիստական բանվորական կուսակցություն, այդ ծայրահեղության գնաց եւ ֆաշիզմի գնաց։ Եթե դուք նայեք, ուրեմն Ռուսաստանի քաղաքական պատմությունը ցարիզմի տապալումից հետո բոլշևիկյան կուսակցությունը ըստ էության ֆաշիզմի գնաց քաղաքացիական պատերազմի տարիներին եւ պատական չի, որ Հիտլերի զուգընկերը Ստալինն էր, նացիոնալ սոցիալիստական կուսակցության զուգահեռը Ռուսաստանում բոլշևիկյան կուսակցություն էր, սոցիալիստական, երկուսն են սոցիալիստ են։ Մենք որ 10 ենք սովորել, մենք որ համալսարաններում սովորել ենք, ուրեմն սերնդի նկատի ունեմ, այդ բոլորը արժատված են ասել։ Նախ դասախոսներն ենք լավ չեն հասկացել, որ դե շտամբով են խոսել, իսկ ուրեմն նաև այդ ռեժիմ պայմաններում ազատ խոսել չեն կարող։ Հիմա ինչ որ այսօրվա իրականության մենք ունենք աջ ցախ, աչում լիբերալներն են, ազատականները, որտեղ ազատությունը եւ սեփականության ազատությունը, մարդու իրավունքներ եւ այլն գերակայեն ցախում սոցիալիստներն են, ուրեմն սոցիալ-դեմոկրատները եւ այլն եւ այլն։ Եվ սրանց արանքում անպայմանորեն կա բուֆերը, այսինքն կենտրոնը կուսակցություններ կան, որոնք ծնվում են որպես կուսակցություն քաղաքական կառույց, այդպեսին է իրենց հատկությունը, երկուսի ծայրահեղությունները մեղմելու եւ ազատական ծայրահեղությունը եւ սոցիալիստական ծայրահեղությունը մեղմացնելու եւ լինելու բուֆեր փոխանցման մի կետ, որը երկուսին կհամադրի եւ այլն։ Եվ այս ուրեմն այդ կենտրոնում եղած ուրեմն ստացվեց ինչ, ստացվեց կուսակցությունները աչեն, կուսակցությունները ձախեն եւ կուսակցությունները կենտրոն են։ Կենտրոն են այն կուսակցությունները, որոնք այս կամ այն չափով դրական իմաստով ազատականներից վերցնում են գաղափարական քաղաքական որոշակի պլատֆորմ, վերցնում են նաև ցախերից, սոցիալիստներից, սոցիալական ապահովության եւ այլ խնդիրներից որոշակի մաս եւ դառնում են ինքնուրույն միավոր, եւ քանի որ սրանք մոդելային իմաստով կամ ինչպես մեր կուսակցության ակտիվ, այդպես ասեմ, եւ բանիմաց ընկերներից մեկը Դավիթն ասում, դա մոդուլային կուսակցություն է, մոդուլային կուսակցությունների պարագայում Ուրեմն կենտրոնի մոդելային կուսակցություն լինում են նրանք, որոնք իրենց մեջ լավագույն հատկանիշներ են ցախից աշից եւ որպես կանոն դրանք աշխարհում քանակական իմաստով որպես կանոն բացառություններ լինում են, քանակապես շատ ավելի մեծ չեն լինում, բայց իրենց ֆունկցիան այն է, որ աչ ու ցախ իրար հետ չբախվեն, իսկ Հայաստանում նայեցեք կա ռևանշիզմ եւ կառավարող կուսակցություն, լիբերալ ազատական կուսակցություն, որ եւ այստեղ ամենինիստ վերածում է բախումների եւ այստեղ գառնուկների տեղն է, գառնուկների, որոնք ուրեմն իհարկե քաղաքական կյանքը շատ բարդ է, գիտելիք է պահանջում, վարպետություն, պետական շահի պաշտպանություն եւ այստեղ որ գառնուկներն առանց ցենտրիզմի ուրեմն դառնում են խանգարող սաբոտաժ անող ուրեմն որոշակի ինչ որ բաներ։ Հասկանում եք, դուք դա տեսնում եք Հայաստանի խորհրդարանը հանգամանքների բերնով չունի ցենտրիստական կամ կենտրոնում գտնվող կուսակցություններ։ Եվ այսպես, եթե այսպես շարունակեմ տարբեր առիթներով կասեմ, ահա ցենտրիստական կուսակցությունների մեջ լինում են աչից ցենտրիստներ, կենտրոնամետներ, ցախից ուրեմն սոցիալիստական որոշակի հագում ունեցող, բայց ոչ սոցիալիստական որոշակի կուսակցություններ, սոցիալ-դեմոկրատական թեկումով ցախ կենտրոն են։ Լինում են նաև աչ կենտրոններ, որոնք ազատականներից ուրեմն որոշակի տարբերությամբ, բայց հիմնական ուրեմն արժեհամակարգով կուսակցություններ են, որոնք ունեն արժեհամակարգ եւ այդպիսի առանձնագի արժեհամակարգով կուսակցություններ են քրիստոնյա դեմոկրատական միությունները, որոնք ունեն այդ աշխատավորական կուսակցություն, երբեմն անունը ինչպես ասվում է, ուրեմն Ավստրիայում քրիստոնյա դեմոկրատական միությունը, Գերմանիայում, որը ամենահզորն է աշխարհում, Գերմանիայում, ինչպես նաև քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, ինչպեսին ձեր ներկայացվող ՔԺԿ-ն է, որը ես եմ ներկայացնում Տիգրան Բարադյանը, սա աչ կենտրոն կուսակցություն է, որովհետև ասեցի ազատական է, բայց կարգի, ուրեմն ավելի սահմանափակ, այսպես մի քիչ ճակերտավոր եմ ասում, մի քիչ օրենքի մեջ ավելի ընդգրկված, օրենք պահանջող, գերակա պահանջող իրավական պետության
նորմատիվներ պահանջող կուսակցություն, բայց ազատական է, որի արժեհամակարգը քրիստոնեական է։ Եվ այդ իմաստով կարող եմ ասել ՔԺԿ-ն իսկական հայկական կուսակցություն է, եւ այդ իսկական հայկական կուսակցությունը բազավորված է արժեհամակարգով, ուրեմն բազավորված է հայոց հնագույն մշակույթի, քրիստոնեական մշակույթի այդ արժեքների վրա։ Եվ այդ իմաստով, ինչպես որ կդնան Գերմանիայում, կարող եք ստուգեք, տեսնեք եւ այլն, այդպես ընդունում էր այդ կուսակցության ամենահայտնի դեմքը Կոնրադ Ադենաուերը, ասում էր, որ դա ինչ-որ նաեւ մշակութային կառույց է, ոչ թե սովորական իմաստով կուսակցություն է, այսինքն ավելի հարուստ է, ավելի ազգային է, չնայած ազգայինի մասին երբեք խոսակցություն ինքը չի վարում։ Քրիստոնեությունը շատ ավելի լայն բան է, քան զուտ նեղ ազգայնականությունն է լինելով խոր արմատներով իր սեփական մշակույթի վրա նստած կուսակցություն։ Ուրեմն այդ իմաստով լինում են, ասեցի, աճ կենտրոններ, ցախ կենտրոններ։ Օրինակ Հայաստանում կարող են այդպիսի լինել սոցիալ-դեմոկրատական թեկումով կուսակցությունները։ Ուրեմն այսքան երևի այս մասն ասեմ, ժամանակին շատ կբացեմ, եթե այս մեխանիզմը նկատի ունեցեք, ընտրությունները դիմացն են, դուք պետք է նորից գնաք ռևանշիստներին, հա, ռուսական սեգմենտի այս անհասկանալի կառույցներին, որոնք թիվ խփելով են մեծացել հասակառել, տոկոս խփելով, եւ գիտեք, որ սրանց մոտ է նաեւ ազգային հարստի գանձակողությամբ ձեռքբերված հիմնական հարստությունը, ուրեմն եթե պիտի գնաք դեպի այդ ուղղությամբ, իմացեք, որ մենք հետընթաց նահանջ ենք ունենալու այն ձեռքբերումներից, որպես պետականություն, որ քչչատից ունենք։ Ուրեմն որպեսզի պրոգրես լինի, դուք պիտի մեժեք ռևանշիստներին միանշանակ, Հայաստանի Հանրապետության խորհրդանում չպիտի լինեն օտարպետության առաջին հերթին շահեր պաշտպանող ռևանշիստական կառույցներ, այլ պիտի լինեն նորմալ կուսակցություններ, կլինեն սոցիալիստներ, լիբերալներ, կապ չունի, ինչ որ կլինեն։ Ուրեմն այսպես եւ այսպես։ Ուրեմն ասեցի, խորհրդարանը կարող է լիարժեք լինել, կրկնեմ, որ չասեմ, աճ, ցախ կենտրոն, Հայաստանի Հանրապետությունը որպես կանոն հարահերոցով կազմակերպող ընտրությունների պարագայում, ոչ միայն փողով, այլ հարահերոցով, հիշեք մեր ընտրությունները, վայ շուտ արեք, արտահերթ, չգիտեմ, շուտ արեք, առաջանում են առանց կենտրոնի գուսակցություններ, խորհրդարաններ եւ բախումներ, կամ խորհրդարանը դառնում է միահայցան, որովհետեւ գուսակցության իշխանության տրամադրության տակ օպոզիցիա չի լինում կամ ընդդիմություն չի լինում, կամ էլ եթե լինում է բախումներով այն ինչ-որ ռևանշիստների հետ է լինում։ Հիմա սա կառուցվածքի իմաստով։ Երկրորդ իմաստով, անշուշտ, եթե կա կառավարող կուսակցություն, նորմալ պետությունն այն է, երբ որ կառավարող կուսակցությունը, որը ժողովրդի քվեով ստանում է ձայների մեծամասնություն եւ կառավարություն կազմելու, հետեւաբար վարչապետ նշանակելու իրավունք նկատի ունի, սա խորհրդարանական հանրապետությունն է։ Մեծամասնություն ունեցող ձայների թվով նա առաջադրում է վարչապետի տեխնացուն եւ կարողանում է անցկացնել կամ ուղիղ իմաստով, եթե բացարձակ մեծամասնություն է, կամ էլ կոալիցիոն ձևով, եթե իհարկե 50%-ը կառավարող կուսակցությունը ճիշտ առաջատար լինելով չկարողանա ուրեմն հավաքել բարձր։ Իսկ թվում է Հայաստանում երկրորդ տարբերակի հավանականությունը շատ է մեծ։ Ուրեմն դրա համար կոալիցիոն կառավարություն, որտեղ համաձայնություններ են լինում, ընդհանուր պլատֆորմի քննարկում եւ ուրեմն կառավարությունը լինում է նաև կոալիցիոն կառավարություն, եթե ուշադիր նայեք Գերմանիայի քաղաքական պատմությունը, այստեղ կոալիցիոն կառավարությունները կարծես թե կանոն են, որպես կանոն ԿԴՄ-ի կողքին կա Բավարիայի քրիստոնյա սոցիալական միությունը, էլի քրիստոնեական, կամ էլ սոցիալ-դեմոկրատներն առանց սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ազատ դեմոկրատ սոցիալիստներ կամ սոցիալական ուրեմն ծառայության կուսակցություններ։ Ուրեմն այսպեսի բան, ուրեմն երկրորդ բանն է այն է, որ կառավարող կուսակցություն եւ ընդդիմություն, ընդ որում ընդդիմությունը բաժանվում է 3 մասի հիմնականում իմաստով, ցանկացած երկրում մեր բարակայում եւս։ Ուրեմն կան ընդդիմություններ, որոնք կոչվում են այլանդրանք օպոզիցիաներ, ընդդիմություններ, որոնք իհարկե կառավարությանը քննադատում են, կառավարության իրենց տեսակետները բացը կառավարող կուսակցությանը քննադատում են, բայց սրանք հենց որ գալիս է պետականության հարցը, միանգամից կանգնում են պետականաշինության կողմը։ Սրանք այլանդրանքները երբեք ռևանշիստական գործ չեն անում, դուրս չեն գալիս եւ պետության տապալման կամ օտարի ծառայության խնդիրներ լուծում։ Ուրեմն սա մի տարբերակ է եւ սա տարածված է հատկապես Անգլիայում, ասեմ ձեզ։ Ուրեմն Անգլիայում այդ լեյբորիստներ, վերջի այս մասը չասեմ, երկրորդն ասեմ, որպես ժամանակ շատ չլինի բան։ Ուրեմն Անգլիայում ուրեմն կառավարող կուսակցությունը, այսինքն կառավարողը, որը կադենցիայի շրջանում 5 ձայներ մեծամասնություն է ստացել, այս կուսակցությունները ուրեմն կոչվում են նորի մեծություն թագավորի կառավարություն կամ կառավարող կուսակցություն, ընդդիմությունը օպոզիցիան կոչվում է նորի մեծություն թագավորի ընդդիմություն, այսինքն սա հակապետական չի կարող լինել, հակասահմանադրական չի կարող լինել, օտարի ծառայության մեջ իհարկե շպիոններ ամենտեղ են լինում, բայց կուսակցությունները իրենք շպիոն չեն։
իրենք ռևանշիստ չեն, իրենք չեն հետապնդում պետությունը քանդելու, ուրիշին միացնելու նպատակ, բացառված է։ Բարձ է, ուրեմն այնպես ինչպես որ ասեցի, այնտեղ օրենքի եւ ընդունելի տեսակետ է իշխող կուսակցությունը, ով որ նաև ընդդիմությունը կոչվում է անգլիայում նորի մեծություն թագավորի ընդդիմություն, իսկ պարլամենտարիզմի կլասիկ պետությունն օրինակը նկատի ունեցեք Անգլիան է, այն Անգլիան է, որի պետական ուրեմն համակարգը ժամանակին որոշակի սրբագրումով տեղադրվեց Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական համակարգի մեջ, առաջին հանրապետությունը, որ զուտ հայկական պայքարի արդյունք էր, ուրեմն նորից խորհրդարանական հանրապետություն էր կառավարող ընդդիմադիր կուսակցություններով։ Հիմա մենք կարծես թե վերականգնում ենք կան նաև ուրեմն դրա հետ միասին կան ուրեմն կուսակցություններ, որոնք անհաշտ, այսպես են, ընդդիմություն է, դրանք ռևանշիստներ են, դուք տեսնում եք, ուրեմն եթե այսպես կարևորը ինչ է, ասենք կարևորը դեմ լինելն է։ Եթե դուք հաց եք բերել, պիտի իմանաք, ծորենը ուրեմն անասունի է, թե ուրեմն մարդու համար է։ Անասունի է որոնում, մարդու է որոնում, բայց այստեղ Հայաստանում ինչ է կատարվում։ Տեսնում եք, դուրս են գալիս խորհրդարանական հանրապետության շրջանակներից խորհրդարանի ուրեմն Հայաստանն է շրջափակում հաղթահարել է եւ առաջին անգամ հիշեք Ալիևի հոխորտանքը, որ Էս ինչ էր ուզում Հայաստանի նացիոնալ պետություն չպետք է լինես, մեկ էլ տեսնում եք գնացքակազմերը թողում է եւ ուրեմն ռուսական, հետո ղազախական ծորենը գալիս է գնացքներով դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով։ Եվ սրանց այս փաստը, նայեցեք, այսօրվա փաստը մեկնաբանում։ Կարևորը չի, այդ վագոններով անասուն են բերել, նաեւ անասուն հակապետականները մեջը անասունի ծորեն, թե ծորեն ուտելու համար, դա չի կարևոր։ Կարևորը որն է, որ Այն պետությունը, որ Հայաստանի պետության մահն էր ուզում եւ ռուսների օգնությամբ Արցախը խժրեց, այսօր ստիպված է իր տարածքով Հայաստան գնաց ուղարկել։ Այս հայվաններին դա չի հետաքրքրում, որ Ադրբեջանը թողել այլ ուրեմն դժվժիկը սարքել են անասունի ծորեն, իմ ուտելու վրա է, ով որ ուզում է ուտել եւ անասունի ծորեն թող ինքը իր ուզում եմ ասել, այս բաները ուրեմն հարցերը խեղաթյուրում են, հարցը ինչի մեջ է, հարցը նրա մեջ է, որ նման ընդդիմությունը ռևանշիստական է Օտար պետության շահեր է սպասարկում, նաև Հայաստանի մաֆիայի շահեր է սպասարկում, բարձ է, այստեղ դրա կվինտեսենցիան, թագն ու պսակը, Ղարաբաղյան կլանը, իր շահերն է սպասարկում, դրա համար, եթե վստահ եղեք, եթե ծորեն առաջի կարգի ծորեն լիներ, հիմա էլ պետք է դժվարժիկը սարքեին անասունի պարագայը, որ անասունի համար ծորեն ինչու չեք բերում, բայց կրկնում եմ, այս պարագայում խնդիրը ծորենը չի, այլ որ գնացքը եկավ Հայաստանը շրջափակում հաղթահարում է եւ կարգավորում է հարաբերությունները նաեւ Ղազախստանի հետ, նաեւ Ադրբեջանի, նաեւ Թուրքիայի, նաեւ Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանի հետ կարգավորում է Ռուսաստանի մոնոպոլ դիրքից Հայաստանի որպես շեֆի տիրոջ մեռնում է, նա մեր տերը չի եւ կյանքնապատվությունը այդպեսին չի։ Հասկանում եք ոնց է, այդպես է։ Ու ուզում եմ ասել, ահա նաեւ ընդդիմության այլընտրանք ընդդիմություն, այդպեսին է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, այլընտրանք վերցրեք հանրագիտարաններ, վերցրեք Վիկիպեդիա, տեսեք դա ինչ է, դա նորմալ ընդդիմությունն է, որը ամեն ինչով կարող է տեսնում է, ասում է, բաց նայած ինչ ձևերով, բայց վերջ ճգնաժամի մեջ պետության կողքն է եւ վերջ չկա, այդ ամեն ինչ մոռացում է։ Այնպես ինչպես Անգլիայում է, նկատի ունեցեք, ինչպես Գերմանիայում է կամ այլ երկրում է, իսկ մնացածները կան նաեւ ուրեմն ընդդիմություն, որը ասեցի անհաշտ ընդդիմությունն է, անհաշտը պետական իշխանության եւ Հայաստանում պետական անկախություն տապալելու նպատակի հետապնդում, հեսա է որ ընդունելի չի։ Ու ավարտեմ խոսքս հետեւյալով, ովքեր են ռևանշիստները։ Ես ասում եմ, որ Հայաստանում առաջին սխալը եւ վերջին սխալը կատարեցին նրանք, ովքեր ռևանշիստների վրա գրեցին օպոզիցիա, ընդդիմություն, եւ դա աղետ եղավ։ Հիմա էլ համառորեն մեր օրակարգը լրացվում է ընդդիմություն։ Խորհրդարանում ընդդիմություն չկա։ Կա իշխող կուսակցություն, որ մեր ժողովրդի քվեներով առաջացել, կակացու եւ կա ռևանշիզմ, որ ռուսական սեգմենտն է, որի նպատակը Հայաստանում իշխանության տապալումն է եւ ռուսական դիրակալության վերականգնումն է այն բարականերում, երբ ինքը Ռուսաստանը ուկրաինական բանակի քացուտակ ընկած, ասեցի բենզին եմ ուրում, ավելին է լինելու, ասել եմ, կրկնում եմ, քանի տարի է։ Եվ այսպես ուրեմն ուզում եմ ասել, որ կա այսպիսի բան, դրա համար էլ խորհրդարանական հանրապետությունը վերնագիրն է տեսեք դրել այսօրվա ուրեմն շատ կարևոր միսիա ունի, բայց դրա ամենակարևոր հանգամանքն է, որ կուսակցությունները կայանան, եւ այդ կուսակցությունների կայացումը նաեւ քաղաքական իշխանության խնդիրն է, ոչ թե դա դարձնի լրտեսների համախումբ կամ
ինչպես ասում են, այդ գաթայի մասը բաժանելու, լապելու համար, այլ օգնի, որպեսզի նաև կուսակցությունները կայանան մեր բարակայում, եւ մենք ունենանք լիարժեք խորհրդանական հանրապետություն, որը շատ ավելին է, եթե քան կարող է թվալ։ Եվ օրինակը բերեմ, Գերմանիան տեսեք, ուրեմն 46 թվին Գերմանիան գոյություն չուներ։ Հիշեք, Գերմանիայում հաստատվեց Ադենաուրի ԿԴՄ-ի ղեկավարությամբ, դա մեր բարակայում ձեր բարակայում ԿԺԿ-ն է, ուրեմն ԿԴՄ-ի բարակայում Գերմանիան ստեղծեց իր ոտի կանգնելը սկսեց 47 թվից 53 թվականին վերակրկնեց Գերմանիայի նախապատերազմյան վիճակը։ Պատկերացնում եք 39 թվին պատերազմը չեղած ինչ որ էին մի քանի օրում վերականգնեցին։ Ռուսաստանը մինչև չի վերականգնվել նախապատերազմյան այդ վիճակները։ Գումարած դրան 1960 թվականին Գերմանիայի երկրորդ ուրեմն տնտեսական հրաշք է կոչվում, որը ԿԴՄ-ի նորից քրիստոնյա դեմոկրատական կուսակցության կուրսը լավագույնս իրականացրեց Լյուդվիգ Էրհարդը։ Ես մեր տնտեսագետներին, հատկապես այսպես ասեմ, ում ասեմ, քաղաքական կուսակցությունների տնտեսական թևեր եւ այլն տոն տվող մտավորականներին առաջարկում եմ շատ կարդալ, շատ սովորել, ուրեմն Լյուդվիգ Էրհարդին։ Ադենաուրին այնքան եմ ասել, որ կարծում եմ նա որ կարողացավ գերմանական տնտեսական հրաշքը սոցիալական շուկայական տնտեսության կոնցեպցիայով ռեալիզացնել եւ 1960 թվին հիշեք պատերազմից ընդամենը 13 տարի հետո 40 բանը Գերմանիան հայտարարեց ընդհանուր բարօրության պետություն, արդեն Գերմանիան դարել էր ընդհանուր բարեկեցիկ երկիր հաղթարած, Ռուսաստանն ու Սովետական միությունը մինչև հիմա հաղթած պետություն այդ վիճակը 1960 թվականի գերմանական վիճակը չեն ուրեմն վերականգնել, որովհետև պատճառները քաղաքական համակարգի մեջ են, ավանդույթների մեջ են, աշխատելու մեջ է, աշխատելու գիշեր-ցերեկ եւ միտքը աշխատեցնելու դրա վրա տնտեսություն քաղաքականություն կառուցելու մեջ է։ Այսպես հիմա էլ նայեք, տեսեք երկու երկիր պատերազմած իրար հետ, ԽՍՀՄ, որ հաղթել էր Գերմանիային եւ նրանից փոկել է Կալինինգրադը, մեր Արցախը, Քյոնիգսբերգն է դա, Ռուսիան է մինչև հիմա, եւ Գերմանիա, որը ջախջախված էր եւ ծանրագույն ֆաշիզմի մեղքեր ուներ եւ այլն, հիմա համեմատեք իրար Գերմանիայում ապրող հայերին, որոնք Հայաստանից արտագաղթել են, ես առաջարկում եմ գնալ Ռուսաստան ապրել, կապրեք։ Լավրովի մի հատ առաջարկեց իր աղջկան բերի թող ոչ թե Ամերիկայում ապրի, այլ Ռուսաստանում ապրի։ Կապրեն ռուս էմիգրանտները, որ փախել են Ռուսաստանից, այսօր Բերլինը լցված է, նաև գիտեք որ գողություններ լրտեսություն են անում, նաև այդ նկատի ունեցեք։ Այդ մեկ իրենց հետ միշտ կա։ Ես հիմա ռուսներին առաջարկեք թող վերադառնան Լենինգրադում ապրեն կամ Սանկտ Պետերբուրգում։ Իրենց երկիր հաղթած ինչի չեն ապրում։ Այսպես ուրեմն կարող եմ շարունակել, հա։ Իսկ հայերդ առաջ այս Հայաստանի գանձագողերն էլ ասեն, որոնք Իզմիրյանի թղթով, այդ մերելի թղթով գնում են Գերմանիա բուժվելու։ Գնացեք Ռուսաստան բուժվեք։ Ռուսներ են ձեր ռուսական բան եք, սեգմենտ եք եւ Ռուսաստան եք որոնում, Հայաստանն ուրեմն իբրև թե մաս այդ Ռուսաստանի գնացեք, ինչ եք այնտեղ բուժում, գնացեք Սեկտևկար բուժվեք, կամ գուզեք, որտեղ կուզեք, էլի Նախոտկա բուժվեք, ուզում եք Սվերդլովսկ բուժվեք, ինչ եք գնում, Գերմանիա բուժվում, այնտեղից էլ լրտեսություն անում երբեմն ռուսների օգտին, կամ ապրում եք Կալիֆոռնիայում, հա, եւ լրտեսություն եք անում համագրում եք։ Մեր կներեք իհարկե, որտեղ դրանք էլ կան։ Խոսում եք Ռուսաստանի օգտին, սիրում եք Ռուսաստան։ Այս սիրում եք գնացեք այնտեղ էլ։ Օրենբուրգ գնացեք, ինչ չեք գնում։ Պեսկովի փոխարեն։ Այսպես ուզում եմ ասել, որ մեր գործը է Ժորժ ջան, հիմա երկար բան է, բարի գիշերից առաջ ասեմ, ուրեմն մենք ինչ ենք, մինչև ընտրություններ պիտի հանրությունից պահանջենք, քաղաքական գազམ་ակերպությունից, որ այդ գողական բարքերով իբրև թե կուսակցություն գրանցված չգրանցված այդ տկետ մենակ դեմ խոսելով այդ կառույցները կան վերածեք քաղաքական կառույցների իրենց փիլիսոփայությամբ, իրենց ծրագրերով առաջարկներ կամ էլ դրանց ցան չտակ։ Եվ ցան չտակ հատկապես այն բոլոր կառույցներին, ովքեր հասկանաք, գիտեք, որ Ղարաբաղյան կլանի ազդեցություն ունեն իրենց վրա, ոչ միայն իրենք, որ երկիրը տանեն աղետի հասցնեն, վերջնան ռուսների օգտու գիշեր-ցերեկ հետո այսպես անընդհատ հարցազրույցներ տան Հայաստանի Հանրապետության հաջորդի մեղավոր հանեն։ Բարի գիշեր ձեզ, ուրեմն մենք քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը այս տեսակետները կփորձի միշտ ներկայացնել տարբեր բաներով եւ ձեզ ցանկանալով աշխարհով մեկ հայությանը մի կոչով, հա, նաեւ խնդրանքով համախմբվեք խորհրդանական հանրապետության շուրջ եւ մենք ստեղծենք այնպիսի մի պետականություն, որ մեր ժողովրդին արժանի։ Մնացածը ֆանդախ կներեք բարի համար։ Ստեսություն բարի գիշեր։